Բարև ձեզ, դուք դիտում եք ARM Comedy հաղորդումը, որովհետև գիտեք, որ չդիտելը վնաս է առողջությանը։ Դուք նաև գիտեք, որ դիտելը երկարացնում է ձեր կյանքը 20 րոպեով։ Առաջին այս քիչ է թվում, բայց էլի բան է 20 րոպե։ Դիտեք այսօրվանի մեջ, եթե 420 թողարկում ենք արել, անգամ 20, մի ամբողջ անում է, արա մեզ պոլիցիեղցի է մի հատ պետք, որ կարողանա հաշվի այս բաները։ Ազգային ժողով, Զարուհի Փոստանջյան, ելույթ, մի խոսքով հասկացաք։ Ոստիկանության աշխատանքը հանրակրվեում մեկ քայլ առաջ։ Բարգավաճ Հայաստանի արձակումը կրկին Զարուհի Փոստանջյանի վրա։ Beatles-ը կարող է վերամիավորվել Հայաստանում։ Իսկ ազգային ժողովում Զարուհի Փոստանջյանը արդեն դեժավյու է մոտս։ Դե հիմա մեր գործն էլ է դա։ Հավաքվի խորը շունչ քաշի ու ասենց ասա ինչ ա եղել։ Դա այտենց։ Բայց չիմացաք, ազգային ժողովում Գալուստ Սահակյանը, Զարուհի Փոստանջյանը, Էդուարդ Շարմազանովը վիճել են, ով կմտածեր, որ տենց բան հնարավոր է։ Ստացվում է։ Բոլոր նախագծերի վերաբերյալ ելույթ ունենալիս նա անդրադարձավ անցկացված հանրաքվեին։ Որն են այն պայմանները, որպեսզի մենք միայն թող մեզ համար խոսի։ Ոնց թե միայն ձեզ համար։ Բա մենք էս նիստերը նայում ենք հենց այդ պայերի համար։ Ազգը պահանջում է իր օրական Զարուհի Փոստանջյանի չափաբաժինը։ Ու մի պտղունց Էդուարդ Շարմազանով։ նույնիսկ ցավակցական խոսք չհեղեցին մեր հայրենակիցներին եւ մեզ։ Կխնդրեմ չընդհատեք, մի խանգարեք եւ կանոնակարգ օրենքը մի խախտեք, դուք Գալուստ Սահակյանը չեք հասկանում։ Ես Գալուստ Սահակյանը չեմ, Էդուարդ Շարմազանը։ Je suis Շարմազանով։ Շարմազանով, Էդուարդ Շարմազանով։ Հա։ Հա։ Օգտվեք այն իրավունքից, որ գեղեցիկ սերի ներկայացուցիչ եք, չեմ կարող ձեզ գրկեմ եւ հրավիրեմ դուրս։ Ոնց կարելի է գալ ամբիոնի մոտ, sense մարդուն գրկել ու տանել, հա, այսօ մուլտֆիլմ չի։ Դու ուկրաինական վերջին զարգացումները չես տեսել։ Չէ, ինչ ա եղել։ Ոնց իրաց վարչապետն էր։ Այո, Արսենին էր։ Հա, sense կարտոշկի պարկի նման վերցրեցին տարա։ Ինչի կարտոշկի, չես տես սկզբից վարդեր գեղեցիկ նվիրեցին, իսկ հետո հա կարտոշկի պարկի նման տարան։ Ժամերով կարամ նայեմ ես Ուկրաինայի խորհրդարանը։ Ուսես որ նայում ես, համեմատում ես, մեր մոտ լրիվ Եվրոպա է։ Ջոգում ես որ արևելյան Եվրոպա է, չեմ ասում, բայց Մոլդովայոտ էլի տենց ոնց որ Լավ։ Իսկ որ օրենքի մասին պետք է խոսեին, որ տենց կտրուկ շեղվեցին։ Չէ, մաքսակետերից կարծեմ թե ավելացված արժեքի հարկից։ Ոչ ինքն է խոսում, ոչ մյուսներին թողնում։ Արծվիկ Մինասյանը ստիպված հանեց ելույթը։ Պարոն Մինասյան, դուք անում եք ձեր ելույթը։ Դուք խմբակցությունից կխոսեք, եղավ։ Ավելացված արժեքի հարկն էլ մի կողմ ելույթներն էլ նախագծերը թողած Փոստանջյանին բեմից հեռացնելու տարբերակներ են քննարկում։ Ընդմիջում 30 րոպե, որովհետև այլ ձև չկա։ Ընդմիջմանը դեմ առ դեմ հանդիպում չկայացավ։ Կողմերը բանակցեցին հեռախոսով, պայմանավորվեցին, որ ելույթի մնացած մասը 2 րոպեն լինի միայն օրենքի մասին։ Ես հիմա հնարավորություն կտամ ուղղվելու եւ կոռեկտ իրականացնել գործունեությունը։ Նոր հետաքրքրանում էր, հիմա պետք է ինչ-որ ձանձրալի հարկերից խոսա։ Ինչ որ բան ինձ հուշում է, որ հարկերից չեն խոսա։ Բայց պայմանավորվեցին։ Մեկ է, ինչ որ բան ինձ հուշում է, որ չեն խոսա։ Պայմանը խախտվեց, ամբիոնի մոտ օրենքը մոռացվեց, բայց խոսափողը չանջատվեց։ Փոստանջյանը կոչ էր անում ընդհանրապես հարկեր չվճարել։ Բանը սիրով իհարկե չի վճարի, ուղղակի հարկայինը ասում են հագին թարս է նայում այդ դեպքերին։ Դե գուցե պետք չի բառացի հասկանալ Զարուհու կոչը։ Սա երևի ավելի շատ մետաֆորա է, այտենց։ Ինչի մետաֆորա է։ Դե օքեյ, ես էլ տենց չգիտեմ։ Հիմա ես հարց եմ տա, եթե մենք ժողովուրդը հարկեր չվճարի, մենք բանակ ոնց ենք պահում, տատիկ պապիկների թոշակը ոնց ենք տալու, աշխատավարձերը մարդկանց ոնց ենք տալու, մանկավարժների, բժիշկների։
Մանկավարժներն ու բժիշկները հələ մի կողմ, ավելի կարևոր հարցեր կան։ ԴՀԿ-ի համար նոր մեքենաներ ոնց ենք ձեռք բերելու։ Թումանյան փողոցը տենց անտեր ոնց ենք թողնելու։ Այնա, այս տարի արդեն համարյա չենք վերասֆալտապատել։ Մի խոսքով բարդ է, տնտեսությունը շատ բարդ է, եկեք այս քանի օրը ամեն դեպքում շարունակենք վճարել հարկերը, լավ, օքեյ։ Իսկ այդ ընթացքում մյուս փոխոսնակը փորձեց նոր մոտեցում գտնել Փոստանջանին, ոնց որ ասած կանացի մոտեցում։ Հուսով եմ, որ մենք կարող ենք որպես երկու կին մեր աշխատանքային գործընթացները այնպես զարգացնել, որպեսզի այստեղ լրացուցիչ այդպես դիտարկային ներկայացումներ չլինեն։ Մեր աշխատանքային գործընթացները այնպես զարգացնենք, որպեսզի այնտեղ լրացուցիչ դիտարկային ներկայացումներ չլինեն։ Զգում ես։ Ինչը։ Ոնց ինչը։ Մայեստրոյի լեզվաբանական դպրոցը։ Հա, միանշանակ։ Կարող է տեղից է, որտես բարձր են նստած ամեն օր այդ նույն Կարող է։ Շնորհակալություն խորհրդի համար, խորհուրդը լավ է, որ տալիս եք, բայց ձեր խորհրդի կարիքը ես չունեմ։ Այդ տեն Զարուհի Փոստանջյանը դուխով 130 հոգու դեմ մնաց։ Դե 130 հոգի տենց նույնիսկ լանչերին չի լինում այնտեղ մեր մեջ ասած։ Լավ, մի 70 հոգու դեմ։ Բայրակ ուսակիցները։ Հա, ինքը մենակ է, ճիշտ է։ Ու դա հերիք չի, բարգավաճենք էլ սկսեցին գրոհել։ Դուք այստեղ ճեղճեղում եք, բայց 100 հոգի մարդ չունեք ձեր մեջքի հետևում։ Էդա ձեր վստահությունը, թե էդա ձեր իշխանափոխության ու հեղափոխության կոչերը։ Դուք արդեն տապալված ֆիասկո ապրած քաղաքական ուժ եք, շնորհավորում եմ ձեզ։ Okay, ինչի է ընդդիմություն, իշխանություն կռիվը, մեզ մոտ միշտ ավարտվում ընդդիմություն, ուրիշ ընդդիմություն կռվով։ Դե դա ոնց է շատ քին ու գեղեցիկ ավանդույթ է մեր մոտ։ Դուք հակապետական այսպես կոչեր մի արեք։ Մի քիչ կոռեկտության կոչ եմ անում ձեզ։ Կոռեկտություն։ Բավարարել չեք ձգում, որպես ընդդիմություն։ Լավ հասկացանք, վա ինչ եք ամբողջ խմբակցությունով հարցակվում։ Հիմա որ սկսենք ստուգել, ել որ ընդդիմությունները պետքա անբավարար ստանան, դուք դրանից չեք շահի։ Հա, նախ կկտրվեք դուք։ Նարեկ, ավելի նուրբ է պետք, նուրբ։ Գիտեմ, չդիմացա ուղղակի։ Լավ, բա որն է Մելքումյանի գաղտնիքը ժողովրդին խարիզմայով սիրաշահելու ու իր հետևից տանելու։ Դուք չեք տեսել, որ մենք 20 օր շարունակ 50-ից ավելի համայնք ենք մտել։ Այդ ո՞նց եղավ, որ մենք գնացինք, ասում եք թե ժողովուրդը ձեր տեսակետները հիմա փոխել եք։ Դու պետք է կարողանաս ժողովրդին ճիշտը բացատրես։ Շատ ճիշտ է։ Ինչ որ ժպտալով, քմծիծաղներ տալով, չգիտեմ ինչերով։ Դե հիմա եթե կարաս նուրբ ակնարկի, որ ժպիտը ոնց որ ասած իրանց ուժեղ կողմը չի։ Բայց ինչի ասել, եթե կարելի է ցույց տալ։ Դուք հետաքննող լրագրողների բանից եք ստեղ։ Ուր գնաց մնացեք մեզ հետ։ Սահմանադրական հանրակրվեն ամփոփեց նաև մեկ այլ կառույց, որը այն Դե ասա էլի ոստիկանությունը ինքը գնահատեց իր աշխատանքը ընտրության շրջանակներում ու մեր մեջ ասած շատ լավ գնահատական է տվել։ Այո, կարծես ոստիկանությունը գոհ է ոստիկանության աշխատանքից, Ոստիկանության գնահատականով։ ոստիկանության աչքերով։ Մենք հասանք բոլորս միասին շարքայանից մինչև գեներալ, որ մենք կարող ենք ունենալ նման միջոցառում, ինչպեսին հանրաքվեն է, եւ չունենանք ոստիկանության աշխատակցի նկատմամբ ծառայական քննության կամ ուսումնասիրության թեմա։ Սա արտառոց դեպք է։ Դե շատ լավ, բայց մի րոպե, ոնց թե արտառոց դեպք է։ Չէ, էլի է եղել, որ ոստիկանության նկատմամբ քննության թեմա չլիներ։ Բանը, օրինակ, Հա, չէ, մի վարքյան։ Հա, չէ, իրոք արտառոց է։ Իդեպ, քանի արդար ընտրություններից ենք խոսում, եղել են ագին տեղամասեր, որտեղ ոչը ջախջախել է այոյին 5-1-ին հաշվով։ Հա, մենք որոշեցինք կապվել տենց տեղամասերից մեկի հանձնաժողովի նախագահի հետ եւ հասկանանք ոնց ա եղել, ինչ ա եղել։ Դուք մեզ հետ եք, Կարլ։ Այո, բարև ձեզ։ Կարլ, դուք հանձնաժողովի հանրապետական նախագահ եք այն տեղամասում, որտեղ ոչը ստացել է 900 ձայն, իսկ այոն 23։ Ինչպես եք ձեզ զգում։ Շատ լավ, ուրախ եմ ինձ զգում, շատ արդար ընտրություններ եղել մեր մոտ, մեր տեղամասում։ Բա ոնց եղավ, որ լցոնում չեղավ, Կարլ, ոնց եղավ։ Որովհետև անասունները չկարողացան նորմալ լցոնեն։ Իսկ կարուսելից ոնց խուսափեցիք։ Անփորձության պատճառով, տենց էլ թիմային աշխատել չսովորեցինք։ Այդ դուք որպես դպրոցի տնօրեն,
քանի քայլ առաջ է գնահատում հանրաքվեի անցկացումը։ Նախքին տնորեն, հիմա պահակ եմ, ոնց որ մի քանի քայլ հետ էր էլի ինձ համար։ Լավ, Կարլ, շնորհակալություն, իսկ հիմա փորձենք վերադառնալ պոզիտիվին։ Մենք քաղաքացիներին բացատրել ենք, որ ընտրատեղամասում տեղի ունեցող բոլոր իրավախախտումների ժամանակ ոստիկանությանը պետք է հրավերի կամ հանձնաժողովի նախագահան կամ քարտուղար կամ հանձնաժողովի անդամներից մեկը։ Իսկ հանձնաժողովի անդամները չէին կանչում, նենց որ բոլոր պրետենզիաները հանձնաժողովին։ Ու ընդհանրապես հիմա ոստիկանությունը դարձել է արդարության հոմանիշ։ Այո, շատ ոստիկան բան ասում Նարեկը։ Նու արդար, այսինքն շատ արդար բան ես ասում։ Ձեր ստորաբաժանումը կայացել է որպես արդարության օղակ, որտեղ անարդար որոշումներ չեն կայացվում։ Չգիտեմ, ինձ շատ ա դուր գալի։ Ես ընդհանրապես կողմ եմ, որ ամեն պետական ատյան ինքն իրեն գնահատի։ Դե չէ կողքից ով ասես, ինչ ասես չի ասում։ Ահն, նայեք ոնց են բռնել ոչի կողմնակից ընտրաժուլիկներին։ Ինչի համար ես բերման ընտրաժուլ ոստիկանության։ Երկու անգամ քվեարկել։ Որն է պատճառը, որ երկու անգամ քվեարկել։ Դե այնքան զզված է այոներից, որ որոշել եմ երկու անգամ ոչ քվեարկեմ, մի բան փոխվել։ Ահն, մարդը հոգնել է այոներից, ամենտեղ այո, այո ու դե տենց որոշեց գնա ու արջի ծառայություն մատուցի։ Որտեղից այդքան ատելություն մայր օրենքի հանդեպ, հա։ Չգիտեմ, բայց կարևորը որ իրավապահները ոչ միայն իշխանական ընտրաժուլիկներին են բերման ենթարկում, իշխանականներին ենթարկում են, չէ՞, բերման ժուլիկները։ Վաղը գիտի։ Հա, օքեյ։ Լավ, իսկ հիմա շոու բիզնեսի լորից։ Դա կտրուկ անցում է ստացվում, բայց կվերադառնանք դեռ այս թեմային, հենց որ նորմալ է։ Ցնցող լուր, մեր գործընկերներին հաջողվել է հարցազրույց վերցնել Փոլ Մակարտնիից, այո, հենց Սեր Պոլից։ Եվրոպական հարևանության քաղաքականության ու հատկապես արևելյան գործընկերության տարածքի նկատմամբ Եվրամիության մոտեցման վերանայման առանցքում հենց այն եզրակացությունն էր, որ նախկին մոտեցումը իրականությունը չէր արտահայտում։ Իսկ ինչ է խոսում, ինչ Եվրոպա, Հայաստան, սպասի, կարողա վերջում Լենոնի կամ Հարիսոնի մասին մի հատ անդրադարձ լինի։ Հա, վերջի վարիանտ, օքեյ, Ռինգոյի մասին մի բան, հա։ Այդ 6 երկրներ, այդ թվում Հայաստանը, ունեն սոցիալ-տնտեսական տարբեր խնդիրներ եւ Եվրամիության հետ աշխատելու տարբեր նպատակներ։ Եվ անհրաժեշտ էր, որ Բրյուսելի մոտեցումը արտահայտի այդ տարբերությունը, այսինքն այն իրականությունը, որը նախկինում անտեսված էր։ Փոլ էլ առաջվանը չի։ Հա, շատ է, չէ՞ լցվել։ Այդքան այդ չէ, նկատում եմ ոնց որ քաղաքականությունը լրիվ փչացրել է խեղճ Բիթլին։ Իսկ ինձ հուշում են, որ այս ռեպորտաժում կա նաեւ Ռինգո Սթարը։ Հա, ուրա, թեկուզ Ռինգոին տնանք, Ռինգոն էլ է լցվել։ Կարծում ենք, որ Հայաստանին անհրաժեշտ է ավելի ու ավելի խորը հարաբերություններ հաստատել նաև Եվրամիության ու եվրոպական երկրների հետ։ Կոնկրետ չեմ ջոգում ինչնա, բայց Ռինգոյի մեջ էլ ինչ-որ փոփոխություն եմ նկատում։ Դե ակնոց է դրում հիմա, հա, օքեյ, բայց դրանում բան չկա, նորմալ է, զատո նենց թմբուկ է թմբկարում։ Հա, միոպե, իսկ Անաստասը, այն որ շատ վստահելի չի, ինձ հուշում է, որ Յոկո Օնոն էլ կա այս ռեպորտաժում։ Յոկո Ավելի քան 3 տարի տևած նախորդ բանակցության ընթացքում ձեռք բերվածը նոր բանակցությունների հիմքն է։ Մենք զրոյից չենք սկսում։ Չէ, Յոկոն տենց շոր երբեք չէր ակտիվ։ Հա, ու ականջները Յոկոյինը չէին։ Շփոթվել է Անաստասը։ Մեջտերից մենակ Մակարտնին էր նման իրականում։ Ու Նալբանդյանը։ Հա։ Հա, Յոկոյի կողքը Էդուարդ Նալբանդյանին շատ նման մարդ էր կանգնած։ Ավելի քան 3 տարի տևած նախորդ բանակցության ընթացքում ձեռք բերվածը նոր բանակցությունների հիմքն է։ Նալբանդյանը չէր, դմբո։ Միք Ջագերն էր։ Մնացեք մեզ հետ։ Ինչ ես վստահես նա։ Որտեվ Միք Ջագերը չէր, ինչ ես տուֆտում։ Բա ով Մակարևիչը։ Արա, հա, Մակարևիչն է, իսկականից։ Իսկ այսօր մեր հյուրն է Երևանի քաղաքապետարանի Ամանորի եւ Սուրբ Ծնունդի գծով գլխավոր դիզայներ Գոգա Ռշտունին, բարև ձեզ Գոգա։ Գուգա, այո, շնորհակալություն, ես ավելի շուտ Գուգու կներեք, Գուգու, ես անդար շփոթում եմ, որտեղ ոնց գնաց բաների վրա։ Հա, շնորհավորում եմ եւ ինչա դա շնորհակալ սկացեք, դա դիզայներական բան է։ Օ, կներեք։ Տոնածառը։ Լավ, դե պատմեք, ինչպես է գեղեցկացնելու մեր Երևանը այս նոր տարի, ես հենց սպասում եմ։ Ուրեմն ասեմ, այս տարի նման չի լինելու ոչ մի այլ տարի ու վաղ։ Ես տենց էլ գիտեի, ինչն է փոխվելու, ինչով եք մեզ ամեն ինչ։ Ուրեմն նախ Հանրապետության հրապարակում դնելու ենք տոնածառ, տոնա ֆ***ing ծառ։ Հենց Հանրապետության հրապարակում մեջտեղը մեծ տոնածառ, որ վրա կլինեն խաղալիքներ։ Գուգար, բայց
Կար, ինքը միշտ հենց հրապարակի մեջտեղը միշտ եղել է տոնածառ։ Հա, բայց այս տարվան Նիհարոտ մի քիչ այսպես ավելի շատ տոնածառ։ Այս տարվան էլ նելու է ոնց որ մի քիչ ավելի տարբեր ռակուրսով դրված, այսինքն նորովի մոտեցում ոնց որ կլինի ու խաղալիքներ կլինեն, այս տարի կլինեն խաղալիքները տոնածառի վրա։ Ահա խաղալիքներ ինձ արդեն դուր է գալիս եւ ինչ նոր խաղալիքներ, չէ՞ երևի։ Չէ, նոր չէ, բայց լվացած հին խաղալիքները որոշել ենք լվանալ, այնպես որ լվացած, ասենց օղակաձև շարեր կլինեն կախված տոնածառից, այնպես որ դա տոնածառը բան է։ Բացի դրանից փողոցները լուսավորելու ենք, sense գիրլանդիչկաներ կլինեն փողոցների վրա։ Ահա, գիրլանդաները եւ ինչ գիրլանդաներ են, նոր։ Չէ, նորը չելնելու, բայց նորովի մոտեցում, որը Աբովյանի վրա է կախված, կլինի Թումանյանի վրա, Թումանյանի վրային Աբովյանի վրա, այդ այնց խառնելու են իրար վրա, մասինը զեյթուն մասին։ Սենց լրիվ մարդ չի ճանաչես նոր տարին, սենց օրիգինալ, նոր։ Ենթադրենք, լավ, իսկ ինչ դեկորացիաներ, ինչ որ հետաքրքիր կրեատիվ, ինչով ենք այս տարի Թիֆլիսին չախելու։ Այս տարի որոշել ենք չախել ոչ միայն Թիֆլիսին, այլ նաև Լոնդոնին ու Ատլանտիդային, ուրեմն կլինեն եղնիկներ ենք դնելու Երևանով մեկ կենթանի։ Չէ, Սենց սպիտակ, հա, այն որ սենց լույս է մեջն։ Հա, գիտեք։ Չի կրայ, բայց տեսել եմ դրանք արդեն։ Երևի մտածում եք անցած տարվա եղնիկները։ Չէ, նոր եղնիկներ եք բեր։ Անցած տարվանը մի քիչ ուրիշ են, դրանք կույս եղնիկներ էին։ Այս տարվանը ոնց դեպ կա պատահելի է։ Հա, քանի որ մի քանի միջադեպ եղավ անցած տարի, այտենց վանդալների կողմից, արդեն մի քիչ ուրիշ որակական ուրիշ եղնիկներ կլինեն, բայց էլի սպիտակ եղնիկներ լույսերով, էլի տենց են պլանի գլուխը սենց իրա սենց սիրուն եղնիկապատ եւ այլն, ոնց որ մի րոպե թույլ տվեք կրային, ծառերի վրա սենց ինչ որ լույսեր կանեք, չէ՞։ Ծառերի։ Կարդացել եք հա մեր գաղտնի ռազմավարությունը։ Բարեկամության կամուրջը երևի սենց լույսեր կդնենք, հա։ Ով Աշոտնա ծակվել, հա։ Գիտեք, արա ասել եմ, գաղտնիք բայ մի պատմեմ։ Լավ, ինչ որ ամեն դեպքում դուք խոստացել եք նորություններ եւ ինչու՞ այս տարի sense կտրուկ տարբերություն է լինելու։ Ասեմ, նորություններ շատ են լինելու, օրինակ այս տարի մենք ունենալու ենք այսպիսի գեղեցիկ տոնածառեր, երևի ձեզ թվում է որ հենց այնց է սա բերել, ոչ, հենց այնց չէր։ Այսպիսի հրաշք տոնածառեր կլինի, բայց արդեն նայում ենք մյուս տարվա վրա։ Մյուս տարի կլինի բոլորովին նոր, օրիգինալ, ահա այսպիսի փոքրիկ տոնածառեր, առաջին այսքից տարբերություն չկա, բայց այս մեկը ոնց որ Այս մեկի կողքով մեր ոնց որ աշխատում այս մեկի շունիկն է անցել։ Դրա համար եթե մոտիկից հոտ քաշեք, կզգաք որ որակական տարբերություն կա։ Գուգա ջան, ոնց որ նույն տոնածառը չի սա։ Ես խնդրում եմ դե դիզայների աչքով նայեք։ Ասեմ, ուրեմն անցած տարի ցույց տվեք 3 տարբերություն այս երկու տոնածառների միջև։ Ներես, լսեք, ուրեմն անցած տարի մեր տոնածառը զարդարում էր հատուկ Իտալիայից Միլանից հրավիրված Դոնատելլան, Դոնատելլա, իդեպ մեր հետ է Դոնատելլա, խնդրում եմ համեցիկ, Դոնատելլան հատուկ Միլանից ստուդիայից եկել էր եւ օգնել էր մեզ ուրեմն դիզայնել այս տոնածառը, խնդրում եմ ցույց տվեք 2014-15-ի տոնածառը 14-15-ը շնորհակալություն, այսինքն գերեզի Միլանից հատուկ կանչել եք այս մարդուն, վճարել եք երևի գալու համար։ Ժամանակ ոնց որ ձեռներս փոխ։ Բա այս տարի ոնց ենք Դոնատելլային կատարելագործում։ Ուրեմն այս տարի մեզ կօգնի Տյոմը ներքին Չարբախից, Տյոմ ջան, որ խնդրեմ բանը, էլի նոր մոտեցում է, հիմնականում բանը բովանդական այդքան տարբերություն չկա, բայց հա կօգնես, մերսի Տյոմ ջան։ Մերսի ախպեր ջան։ Ну, հտենց աշխատանքի արդյունքին նայելով, որն է տարբերությունը։ Տարբերությունը ոնց է Տյոմին փող չենք տալիս ու ոնց է մեր մեջ էլ ընդհանուր ուղղակի տենց սենդվիչ շաուրմա բան, բայց ուզում ասեմ, տեսնում եք որ տարբերություն կա, այս դուք ասում եք լրիվ նոր բաներ, նոր ձեռքեր, նոր հպում, նոր հեռանկարներ։ Մի խոսքով ոնց որ Երևանը կներկայանա լավ ծանոթ իր կերպարով, հա, այս կամերային մի կպի, էլի այդ մերի չէ, հետո թե չէ, թե ջարդես պետք է վճարել քաղաքապետանի, թե խնդրեմ, էլի Okay, merci. Ձեր այս տարվա կարգախոսը նոր, բայց անսպասելի Երևան։ Այդ անսպասելին որն է, էլի, այդ ենք ուզում բարձել։ Գիտեք ոնց, բոլորը սպասում են, որ ինչ-որ բան փոխվի, բայց մենք անսպասելիորեն չենք փոխում։ Ջերգում եք,
Տրուկը հենց է դա։ Ոչ մի բան չի փոխում, հենց դա է անսպասելին նարս։ Գուգու Ռշտունիներ այսօրվա հյուրը, իջեցնեմ գլխավոր դիզայները Ծո մի կպի դրան, եթե ջարդես պետքա նորը առնենք։ Չկա այդքան փող։ Իդեպ հայ շտատիվը շատ թանկ էր, շատ թանկ էր։ Վերջո գիտեք, չէ, Դոնատելոյի նոր գնին։ Իսկ սրանք պետք է թողեք առնվազն։ Ապրեստե։ Ինչ ասեմ, լավ Նարեկ ջան, կներես, էլ ես գնամ ոնց որ արդեն ապեր, չէ, էլի Ծոմ ջան, խնդրում եմ, չէ, այդ մեր աշխատողը չէ, այդ աղջկան հանգիստ թող, խնդրում եմ։ Այսքանն էր այսօր Arm Comedy-ն։ Իսկ վերջում եկեք դիտենք օրվա վիդեո բոցը։ Եթե արժանապատվություն չկա, եթե պատասխանատվություն չկա, նշանակ դու շատ լուրջ մարդու ես քեզ շատ լուրջ մարդու տեղ եմ դրել, Ազատ ջան։ Սխալվում ես, ես էլ եմ սխալվել, հա, լավ, դերակոչ։ Ты сор Саакашвили видео. А, конечно, а что там? Вот эти коррупционеры пришли, хотят Одещину ограбить. Я не понимаю, что происходит. Мы за простого украинца, конечно. За правое дело. Where's all of my kid, the baby? And he keeps them out of sight.